Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք Սերժ Սարգսյանի կողմից արված շախմատային ձիով քայլի մասին։ Իսկ ո՞րն է այդ ձիով քայլը։ Շատ է քննարկվել, որ պետք է իրենք անպայման խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի իրենց թեկնածուն ունենա, դե գիտեք հիշում եք, մինչև այդ խոսել ենք, որ իրենք ասում էին առանց նախապայմանների կտան իրենց ստորագրությունները, Հայաստան ֆրակցիան ասում էր, եթե 8 ստորագրություն լինի, իրենք էլ կտան իրենց 28 ստորագրությունները, եւ այդքան ասում են խմորը ջուր տարավ, եւ ինչ տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատիվ ունեմ խմբակցության միջոցով առաջադրել է իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, ով որ այս պահին զբաղեցնում է նաեւ նախկինում Մասիսի քաղաքապետի պաշտոնը։ Ինչ գիտենք մենք Դավիթ Համբարձումյանի մասին։ Հիմա մի հատ կարճ տեսնենք ինչ գիտենք։ Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին եւ 3 ձերբակալված եւս 3 անձի ազատությանը փոխանցեց քննչական կոմիտեի նախագահի։ Մեծ ռեպորտաժ է, այս ռեպորտաժը կա բնականաբար, բազմաթիվ նյութեր կան մամուլում Մասիսի քաղաքապետի նրա գործունեության վերաբերյալ եւ ես չեմ ուզում կենտրոնանալ քաղաքապետի անձի վրա, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այս քայլով Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին տալիս է հետեւյալ ուղերձը, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը իրենց կարծիքով, իրենց թեկնածուն, այսինքն հայ ժողովրդին ասում է, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի, այ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, որ հանրապետական կուսակցությունից է, ով որ Սերժ Սարգսյանի թեկնածուն է, եւ մնացած պատմությունները դուք ինքներդ դրա վերաբերյալ լսեցիք եւ մամուլում կա, կտեսնեք, կիմանաք։ Այսինքն ինչ ուղերձ է սա, որ ժողովուրդ հանկարծ դուրս չգաք Նիկոլ Փաշինյանի դեմ, որ նրան փոխեք, որտեղ այլընտրանքը այսպիսի այլընտրանք է եւ գնացեք համախմբեք Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Այսինքն մինչեւ հիմա, եթե Սերժ Սարգսյանին ասում էին կամ չէ, մեղադրում էին, որ նա Նիկոլին ինքն է բերել, հիմա ասել են Նիկոլին ինքն է պահում, որտեղ այս քայլերով ամեն ինչ արվում է, որ վիժեցվի այդ կողմ երկար եփված իմպիչմենտի process-ը, որը ի սկզբանե process էր Քոչարյանի ֆրակցիան փչացնելու համար, հետո հանկարծ իհայտեկան Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը եւ այնպիսի հարված հասցրեցին իրենց նախաձեռնության, որ չգիտեին տեղները չէին գտնում, չգիտեին ոնց դրա տակից դուրս գան, ոնց չտան այդ ստորագրությունները, հիմա ասում են, ահա մենք ունենք մեր թեկնածուն, սա նվեր է իշխանությունների համար, սա աջակցություն է իշխանությանը Նիկոլ Փաշինյանին ամենանեղ պահին։ Ես ես անկեղծ ասեմ, իշխանության գործերը հիմա լավ չէ, սիրելի հայրենակիցներ, որովհետեւ եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը Նիկոլ Փաշինյանն ընդդեմ եկեղեցու այս հակամարտությունը այն պահին, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը անդադար ամեն օր խոսում է Ադրբեջանից եւ խոսել է դրանից հետո է Նիկոլ Փաշինյանը սկսել, նրա վարկանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Բայց ինչ անել, որպեսզի ծրվի այս թեման, ասեմ ձեզ, առաջադրել Մասիսի քաղաքապետին որպես իմպիչմենտի թեկնածու, այսինքն պատկերացրեք երկու մեծ աջակցություն գործող իշխանության։ Առաջինը շեղել թեման, որ եկեղեցու դեմ պայքար է գնում եւ հերթական մեր վերջին մնացած ազգային ինստիտուտը քարուքան դանելու process են տանում, եւ երկրորդ հայ ժողովրդին տալու ուղերձ պարլամենտական ընտրությունից առաջ, որ սիրելի հայ ժողովուրդ, ձեր այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը Մասիսի քաղաքապետն է, ով որ մեղադրվում էր հեղափոխության ժամանակ ցուցարարներին ծեծելու, ջարդելու, անկարգությունների, չգիտեմ ինչ գործերի մեջ, ես այդ քերական գործերի մեջ հիմա չեմ կարող մտնել այս եթերի ընթացքում։ Բայց էսա, այսինքն սա է արվում։ Հիմա ինձ ասում եք բանը, բայց չէ որ չգիտեմ, ժողովուրդ ջան, հարցնում են ԶԼՄ-ներ են զանգում, բայց ինչ կարծիք եք իշխանությունները, բան ինչ կանեն, ինչ պետք անեն, ուրախացել են, ասում են նվերը, հերթական նվերն է արվել, Ալեն Սիմոնյանը գրել է լավ լուր Սերժ Սարգսյանից։ Հասկանում եք, սա այն է ինչ որ տեղի է ունենում եւ սա այն է ինչի մասին մենք խոսում ենք։ Մենք ինչ ենք կարել, սիրելի հայրենակիցներ։ Ես իմ համաձայնությունը տալով իմպիչմենտի process-ին մասնակցելու համար, իմպիչմենտի process-ում լինելու վարչապետի թեկնածու, մի այնպիսի քայլ եմ արել, որ նախ ցույց ենք տվել, որ կա ռեալ, նորմալ, adekvat, առողջ այլընտրանք, Նիկոլ Փաշինյանին կա առողջ այլընտրանք։ Եվ բնականաբար շատ կլինի նման իրավիճակներ, բայց իշխանությանին աջակցող, իշխանությանը պահող այսօր, իշխանությանը հենարան հանդիսացող այսօրվա օպոզիցիան
որպեսզի այդ adekvat այլընտրանքը շեղվի, ասի որ չէ, բայց ավելի լավ մենք մի բան մի լուծում կգտնենք, այս քայլը իրենք արեցին։ Բայց մենք մեր քայլով ցույց տվեցինք իրենց դեմքերը։ Այսինքն ցույց տվեցինք, որ քաղաքական դաշտի մոնոպոլիա գոյություն ունի։ Այդ մոնոպոլիան ձևավորված է նախկիններով, դեղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, երկու ֆրակցիա եւ Նիկոլ Փաշինյանը, ով նրանց թիրախավորում է, դեմոնիզացնում է նրանց, հա։ Եվ այդ process-ի արդյունքում նրանք էլ ասում են դեսա մենք այլընտրանք կբերենք, ես իմանայի մենք քեզ ինչ կանենք բան, եւ բնականաբար օգնում են Նիկոլ Փաշինյանին։ Էլ ոնց օգնեն այս մարդիկ Նիկոլ Փաշինյանին։ Էլ ինչ անեն, որ դուք սիրելի ժողովուրդ տեսնեք ու հասկանաք, թե ինչքան է փդած մեր քաղաքական դաշտը, մեր քաղաքական համակարգը։ Ինձանից ինչ էր մնում, ես 2 շաբաթ ուղակի կարողացա հանգիստ սպասել, բոլոր հարվածները ստացանք այդ ընթացքում, բայց պայթեցրեցինք իրենց դեմքերը։ Ցույց տվեցինք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը այս պահին խորհրդարանական ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Ասենք իրար են ուտում նրանք ներսում, հիմա էլի շարունակելու են Քոչյանից ուզել ստորագրություններ, նրանք ստորագրությունները երևի կտան կամ չեն տա, արդեն էական չի, մեկա որևէ բանի իրանք չեն կարող հասնել այսպիսի տեխնացուով, բայց էլի իրար են ուտելու իրանք եւ օգնելու են Նիկոլ Փաշինյանին։ Համ տեխնացուին առաջադրելով են փչացնում այլընտրանքի վերաբերյալ ամբողջ փիլիսոփայությունը, համ իրար ուտելով են դա անելու եւ իսկ ինչ վերաբերում է լավ առողջ ընդդիմադիր դաշտին։ Ուր է առողջ ընդդիմադիր դաշտը։ Իրեք առողջ ընդդիմադիր դաշտը ոչ մի բան չարեց այս process-ում որևէ ներդրում ունենալու համար։ Բացառությամբ մեկ կուսակցության, որ իր աջակցությունը հայտնեց, ես նախորդ եթերում խոսել եմ։ Մնացածները կամ այդ ընթացքում նրանք էլ էին հարձակվել մեր վրա, կամ ինչ որ դելը նայենք, բայց դելը տեսնենք, բայց դելը չգիտեմ ինչ։ Հիմա տեսակ ինչ եղավ։ Էսեք ուզում։ Այսինքն եթե առողջ դաշտը, ընդդիմադիր դաշտը չի համախմբվում, չի մերժում նախկիններին ու ներկաներին իրար հետ միասին, իրանք իրար հետ պասերով հայ ժողովրդին ցույց են տալու, որ ձեր այլընտրանքը այսպիսի տեխնացու ունենալն է, կամ այլընտրանքը Սերժ Սարգսյանն է, կամ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, Նիկոլ Փաշինյանն դա է պետք որ նորից նրանց հաղթի, հա եւ ասի դե ժողովուրդ ջան, դե էս հիմա ինչ նրանք հետ գան, ժողովուրդը բա դե չէ դե ոնց կլինի նրանք հետ գան, բան, հա դե բայց դու էլ տենց լավ չես կառավարում, բայց դե ինչ անենք, դե լավ, դե դու մնա։ Այսինքն այս առաջադրումը ընդհանրապես բանա համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ ծրագիրն է, որը բանը, ասում են Սերժ Սարգսյանը ստրատեգ է, շախմատային հզոր քայլեր է անում, ես ասեմ, այս շախմատային ձիով քայլը, այո շախմատային քայլ է, բայց ում օգուտ Նիկոլ Փաշինյանին, ում վնաս, ով է այս process-ից էլի խայտարակ լինելու, Սերժ Սարգսյանը իր կուսակցության հետ, Քոչարյանի կուսակցությունն իր հերթին է խայտարակվելու, ինչու, որովհետև նրանք ունեն հնարավորություն եւ ունեին հնարավորություն միանալու իրական իմպիչմենտի process-ին, բայց չմիացան եւ հիմա նրանք ընկնելու են Սերժ Սարգսյանի աշխատողների կվալդի տակ, սկսելու են նրանց ամեն օր այդպես չագուչով կվալտով խփել, որ բա դուք չեք ուզում ազատվեք այս իշխանությունից, բա եկեք միացեք, սա Մասիսի քաղաքապետ տեխնացիոնը բերել ենք, բա եկեք միացեք ուր եք բան ու շարունակվելու է այդ բանը, որ այսպես ասում դա միայն Նիկոլ Փաշինյանն է օգուտ։ Մենք մեր անելիքը արել ենք, մենք հայտարարել ենք, որ փաստաթղթերը մնալու են խորհրդարանում, ուժի մեջ, չգիտեմ ինչ պայմաններում, ինչ իրավիճակում, ոնց կլինի, ինչ կլինի, բայց ժողովուրդ ջան, մարդես, կգան կմիանան, տեխնացուն կա, process-ը կա, ամեն ինչ իր տեղում է, մենք մեր անելիքը կանենք։ Չեն միանա, թող տենց օգնեն Նիկոլ Փաշինյանին ամեն օր աջակցեն նրան, տարբեր տարատեսակ քայլերով։ Մի կարևոր բան էլ ասեմ, նայեք, ինձ ասում էին, որ դու Նիկոլ Փաշինյան երկուս ես, իրենց հայտարարությամբ, ասում են Նիկոլ Փաշինյան երկուսին մենք չենք տա ստորագրություններ։ Ախր դուք Սերժ Սարգսյան երկուս անգամ չեք առաջադրել։ Ինքը ձեր առաջադրած տեխնացուն Սերժ Սարգսյանի, չգիտեմ, քանի երրորդ 100-րդական, ասենք 68-րդ տեղում կարող է լինել։ Եվ այստեղ էլ կարևոր հանգամանքը հետևյալն է։ Եթե դուք ակնկալում եք հեղափոխության ուժից ձայներ, 54 ձայնա չէ պետք, որպեսզի իմպիչմենտ անեք։ Եթե իրապես իմպիչմենտի մասին է խոսակցությունը, եթե սա ուղղակի կապիկություն չէր ձեր կողմից արվածը, եթե դուք իրապես ակնկալում եք ձայներ հեղափոխական ուժից, ո՞նց կարաք տեխնացու բերեք, որը մեղադրվել է հեղափոխության ժամանակ ցուցարարների ծեծի ջարդի անկարգությունների գործով։ Ոնց կարաք տեխնացու բերեք նման ձևով։ Ով է, բան որտեղից եք ձայն բերելու։ ՔՊ-ից ով է ձայն տալու ձեր տեխնացուին։
Այսինքն ձեր այս ամբողջ process-ը Նիկոլ Փաշինյանին անելու մասին չի։ Ձեր այս process-ը Նիկոլ Փաշինյանին ամրացնելու մասին է։ Եվ ընդդիմադիր դաշտում իրար ուտելու իբր թե ով է առաջին օպոզիցիոները խորհրդարանական ուժերի մեջ այդ տեղը զբաղացնելու եւ այլնի մասին է։ Սա խայտարակություն է, սիրելի հայրենակիցներ։ Եվ այս արձանագրումը ես կարծում եմ շատ-շատերի մոտ արդեն կլինի, բայց շատ կարևոր է որ մենք այս բանան ենք էլի այդ վերջին մեխը խփենք դագաղի, որ դուք տեսնեք թե ինչա կատարվում։ Եվ պետքա ուղարկել բոլորին այնտեղ որտեղից եկել են եւ շարունակել ընդդիմադիր քաղաքական համակարգի առողջացման գործընթացը։ Այս իմպիչմենտի նախաձեռնությունը այդ առողջացման գործընթացի մեջ տեխնացություն առաջադրելով եւ այլն եղել է ֆունդամենտալ կարևոր։ Եվ դրա համար շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, նաեւ շնորհակալ եմ ապագա աջակիցներին, ովքեր այսքանը կարող է մեկը այսօր կհասկանա, մյուս օրը վաղ են, մյուս օրը մեկ շաբաթից դանդաղ ընթացքում բոլորը կհասկանան, կգան, կկենտրոնանանք եւ կստեղծենք մի հզոր ուժ եւ այո քար ու քանդ կանենք այն մոնոպոլիան, որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրար հետ որպես մոնոպոլիա պահում են, որպեսզի 26 թվականին Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարով վերընտրվի եւ մինչեւ 2031 թվականը լինի վարչապետի պաշտոնում։ Էս է իրանց արածը, սա է իրանց ամենօրյա աշխատանքը։ Եվ այդ ձիով քայլը գրում են Սերժ Սարգսյանի ձիով քայլը, բան, որ չգիտեմ, ես զորով եմ ինձ զսպել, որ ծիծաղով չսկսեմ այս եթերը, բայց սա այն է ինչ որ մենք ունենք։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, միանալ մեր ռեսուրսներին բոլոր ալիքներով, որովհետև գիտեք, մամուլը երկրում բաժանված է 3 մասերի մեդիան, հիմնական մեդիաները, ամենաշատ դիտում ունեցող, այև այդ իրենք այդ 3 մասերով հիմա էլի կարծակվեն մեր վրա, էլի էս, էլի են, բան տեսել ենք դա, մենք սովոր ենք դրան, եւ բնականաբար միշտ տալու ենք ջախջախիչ պատասխաններ։ Միացեք ալիքին, տարածեք այս տեսանյութը եւ թրոլինգի ենթարկեք այս ձիով շախմատային քայլը, որը ես պնդում եմ եւ արդեն վերջնականապես հավատացած եմ, աջակցություն է միայն Նիկոլ Փաշինյանին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։